300 դպրոց 500 մանկապարտեզա կառուցվում։ Այսօր մեր միջին կենսաթոշակը 2018 թվականից ի վեր նվազագույն կենսաթոշակը 3 անգամ մենք բարձրացրել ենք։ Այսօր առողջության ապահովագրություն կա, որը 65+ տարեկանների առողջապահական հիմնական կարիքները հոգում է, մինչև 18 տարեկանների առողջապահական հիմնական կարիքները հոգում է, բայց մենք չենք եւ մեզ պետք է խաղաղվել։ Մեզ պետք է խաղաղվել այդ խաղաղությունը եւ արտաքին եւ ներքին իմաստով։ Արտաքին իմաստով մենք պետք է խաղաղվենք 29743 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանի, շահերի, տարածքի, անվտանգության եւ բարեկեցության վրա կենտրոնանալով, որովհետեւ եթե մենք սկսեցինք մեր սահմաններից դուրս մեզ հայրենիք փնտրել, դրանով ուրիշներին ենք հնարավորություն տալու, որ իրանք մեր սահմաններից ներս փնտրեն հայրենիք իրանց համար։ Եվ ուշադրություն դարձրեք նրան, որ ուրիշների մեր սահմաններից ներս հայրենիք փնտրելու մասին խոսում են նրանք, ովքեր խոսում են մեր Հայաստանի սահմաններից դուրս հայրենիք փնտրելու անհրաժեշտության մասին։ Սրանք երկուսը բառից բուն իմաստով ուղիղ փոխկապակցված են իրար հետ։ Եվ հետևաբար մեզ անհրաժեշտ է արտաքին եւ ներքին հոգեբանական խաղաղություն։ Ես այսօր նաեւ ամենասուր հարցը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների մասին է։ Եվ ես ասում եմ, հիմա ոնց որ նախորդ 30 տարում քաղաքական պսևդոլիտան, որին մենք պայմանական Ղարաբաղյան կլան ենք անվանում, իմիջիալոց Ղարաբաղի կլանը կապ չունի Ղարաբաղի ժողովրդի հետ, ինչպես Հայաստանի քրեաօլիգարխիկ ռեժիմը կապ չունի Հայաստանի ժողովրդի հետ։ Մենք Ղարաբաղի ժողովրդին, Ղարաբաղի կլանից պետք է ազատագրենք այսօր եւ հիմա, որովհետեւ ինչպես նրանց 30 տարի պահել են Ղարաբաղում պատանդի կարգավիճակով, Ղարաբաղում էլ են այդ մարդիկ կանգառի հոգեբանության մեջ են եղել, որովհետեւ ոչ մեկ չի իմացել, մենք էլ չենք իմացել ինչ ալնելու։ Մենք չենք իմացել ինչ ալնելու Ղարաբաղի հետ եւ չենք իմացել հետեւաբար ինչ ալնելու մեզ հետ։ Այս շատ կարևոր բան է։ Չնայած եթե ուղիղ նայենք իրականությանը, կիմանայինք, թե ինչ ալինելու Ղարաբաղի հետ եւ կիմանայինք, թե ինչ ալնելու մեզ հետ։ Ես ուղիղ նայել եմ ճշմարտությանը եւ տեսել եմ, թե ինչ ալինելու Հայաստանի հետ եւ Հայաստանի ընթացքը փոխել եմ, որպեսզի այն ինչ որ պիտի լիներ Հայաստանի հետ տեղի չունենա։ Եվ ես այսօր խնդրում եմ Ղարաբաղի մեր ժողովրդին եւ Հայաստանի մեր ժողովրդին։ Խնդրում եմ մենք խաղաղվենք, հանդարտվենք։ Մենք տեղ ենք հասել։ Մենք հայրենիք փնտրելու անհրաժեշտ չունենք, անհրաժեշտություն չունենք։ Ներառյալ Ղարաբաղի մեր ժողովուրդը գտել են իրանց հայրենիքը, եւ իրանց հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, աշխարհի ցանկացած հայ, որ հայրենիք է փնտրում, փնտրելու կարիք չկա, այդ հայրենիքը գտնված է Հայաստանի Հանրապետությունն է։ Ժողովուրդ Երևանում դուք չեք պատկերացնի։ Հակացավ եղանակը։ Ուրեմն, այս խոսույթը, ես այս բաներ կա, չէ, ձևավորում է մի հատ վերջին կաթում է, պատկերը ամբողջանում է։ Ուրեմն ես մտածում եմ, չեք պատկերացնի ժողովուրդ, այս վերջին օրերին հատկապես, այսինքն ուղիղ եթերում ա եղել, կարակ նայեք, բայց երկար է, ենթադրում եմ այդքան չեք գտնի։ Տասնյակ մարդիկ մոտենում են, ասում ենք մենք Ամերիկայից ենք եկել, եկել ենք եւ մնում ենք, մենք Ռուսաստանից ենք եկել, եկել ենք եւ մնում ենք, մենք Պարսկաստանից ենք եկել, եկել ենք եւ մնում ենք, մենք Սիրիայից ենք եկել, եկել ենք եւ մնում ենք, ամենատարբեր Գերմանիայից, Ֆրանսիայից, ամենատարբեր տեղերից։ 2025 թվականը Հայաստանի պատմության մեջ առաջին տարին է, որ արտագաղթը կանգնել է, ժողովուրդ, արտագաղթը կանգնել է, հասկանում եք։
Սա միթե երջանկության առիթ չի, ժողովուրդ, արտագաղթը կանգնել է, ներգաղթը սկսել Հայաստանի Հանրապետություն։ Սա այնա դրա մասին չեք երազել, ժողովուրդ։ 30 տարի դրա մասին, 35 տարի դրա մասին չեք երազել։ Մեր երազանքները իրականացված է, խաղաղության մասին չենք երազել։ Մեր երազանքը իրականացված է։ Ասում են խաղաղությունը լավն է, վատն է, հեսա, այնա, խաղաղությունը ապահովել հնարավոր էր միայն այս ճանապարհով, այս եղանակով, այս բանաձևով, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դրանով ամեն ինչ ավարտվում է, ամեն ինչ ավարտված է, թույլ չտաք, որ նորից բացեն, թույլ չտաք, որ նորից բացեն, այն ցիկլը, որով 88-ում մեզ մցրին եւ պտտեցին, այո մեզ շատ ծանր նստեց այդ ցիկլից դուրս գալը, բայց մենք դուրս ենք եկել, ժողովուրդ։ 2 տարի Հայաստանը սահմանին զոհ եւ վիրավոր չկա, ժողովուրդ, միթե սա ուրախանալու առիթ չի։ Նրանք, ովքեր խոսում են Ղարաբաղ վերադառնալու անհրաժեշտության մասին, նրանք խոսում են նոր զոհերի անհրաժեշտության մասին, ուրիշ տարբերակ չկա, ժողովուրդ ջան, ուրիշ տարբերակ չկա։ Եվ Ղարաբաղի ժողովրդին պետք չի անընդհատ տոկի տալ, ես իրանց ասել եմ, որ չի լինելու, մենք ձեզ աջակցում ենք, տնավորվեք, եկեք ապրեք Հայաստանում, Լոռիում, ցանկացած մարզում, Կուրթանում, բանում, Գյուլագարակում, ամեն տեղ, դուք տեղ եք հասե, մենք տեղ ենք հասե, եւ մենք կանգառի վիճակից պետքա դուրս գանք, մենք կանգառում չենք, մենք մեր տանն ենք, մեր երազանքների հայրենիքում ենք, եւ այն մեր հայրենիքում ինչը չի համապատասխանում մեր երազանքներին այս պահին, դա աշխատանքի հարց է։ Մենք պետք է աշխատենք եւ ամեն ինչը քառակուսի առ քառակուսի համապատասխանեցնենք մեր երազանքներին։ Եվ մենք գնում ենք այս ճանապարհով։ Եվ ես ուրախ եմ, որ արդեն մենք դա ապացուցում ենք եւ ապացուցել ենք, որ մենք գնում ենք այդ ճանապարհով եւ կարող ենք գնալ այդ ճանապարհով, որովհետեւ Հայաստանը ծաղկում է բառից բուն իմաստով։ Հայաստանը ծաղկում է